Սյունիքի նախկին մարզպետ Հայաստան խմբակցության նախկին պատգամավոր Վահե Հակոբյանը դատի է տվել ՔՊԱ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանին։ Հայցի համար հիմք է հանդիսացել պատգամավորի ֆեյսբուքյան գրառումը Հակոբյանի գույքերի և դրամական միջոցների մասին դատախազության հրապարակումից հետո։ Նախկին մարզպետը պահանջել է պարտավորեցնել Արմեն Խաչատրյանին հրապարակայնորեն հերքել իր վերաբերյալ ներկայացված և զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները, ինչպես նաև 1 միլիոն դրամ վճարել որպես վնասի փոխհատուցում։ Երևանի քաղաքապետարանը 2026 թվականին ծրագրում է 69 միավոր տեխնիկա գնել։ Քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Տիգրան Ավինյանն ասել է, որ գնումը նախատեսված է սանմաքրման և աղբահանության ծառայությունները բարելավելու համար։ Իրանի դեմ հարվածների ֆոնին հայ առաքելական եկեղեցու ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները։ Թեմի հաղորդագրությունում նշվում է, որ թեմական խորհուրդը նախազգուշական քայլեր է ձեռնարկել, դադարեցնելով Թավրիզում և Ուրմիայում եկեղեցական արարողությունները։ Այս երկու քաղաքների հայոց ազգային դպրոցները դասերը հեռավար են շարունակում, ազգային առաջնորդարանը շարունակում է աշխատել։ Իրանը կշարունակի կռվել այնքան ժամանակ, մինչև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չգիտակցի, որ Իրան-ԱՄՆ հակամարտությունը սխալ է և երբեք չպետք է կրկնվի, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Նա հավելել է տուժածներին նաև պետք է փոխհատուցում վճարվի։ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սկսած պատերազմից ի վեր ռմբակոծությունների հետևանքով իրանական կողմում ոչնչացվել է ավելի քան 54500 բնակարան։ Տվյալները հրապարակել է Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը։ Դուբայի միջազգային օդանավակայանում աշխարհի ամենածանրաբեռնվածներից մեկում չվերթները ժամանակավորապես դադարեցվել են մոտակայքում անօդաչու թռչող սարքի հետ կապված միջադեպի պատճառով։ Քաղաքային իշխանությունները հայտնում են վառելիքի բաքի վնասվելու մասին, հրդեհ է բռնկվել, այն մարվել է, որոշ չվերթներ արդեն վերականգնվել են։ Փոլ Թոմաս Անդերսոնի «Պայքարի հետևից» ֆիլմը 2026 թվականի լավագույն ֆիլմ է ճանաչվել։ ԱՄՆ-ում տեղի ունեցած Օսկար 98-րդ մրցանակաբաշխությունում ֆիլմը արժանացել է մրցանակի 6 անվանակարգերում։ Մրցանակների թվով երկրորդ տեղում մեղավորները ֆիլմն է, որը ստացել է 4 արձանիկ։ Պարոն ոչ ոքն ընդդեմ Պուտինի ժապավենը մրցանակի է արժանացել լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգում։ Այն պատմում է Կրեմլի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմի դեմ լուռ դիմադրություն ցույց տվող երիտասարդ ռուս ուսուցչի մասին։ Հայաստանի տարածքում մարտի 16-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում տեղումներ են սպասվում, օդի ջերմաստիճանը մարտի 16-ից 19-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 5-ից 8 աստիճանով։ Երևանում այսօր ցերեկը սպասվում է 11-ից 13, երեկոյան ժամերին 6-ից 8 աստիճան տաքություն։ Միաժամանակ միջերկրական ծովից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված վերջին 2 օրերին հանրապետության ամբողջ տարածքում առատ տեղումներ են դիտվել։ Որոշ հատվածներում ձյան ծածկի բարձրությունը հասել է 1-ից 2 մետրի, մի քանի օրից Հայաստանին նոր ցիկլոն կմոտենա։